Էցի կառավարման համակարգում խնդիրներ են արձանագրվում, վերահաստատել է էկոնոմիկայի նախարարը եւ հայտնել, ահազանգում են նաեւ գործարարները, միլիարդավոր ներդրումներ առ ոչինչ են լինում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Մեկ դրվագ հանրապետության վարչապետը երեք ներկայացրեց, երբ որ խոշոր գործարարը մեծ ծավալի ներդրում էր արել եւ այսպես ասած իմանալով մի քանի $100,000 միջոցառում էր կազմակերպել, այդ մարդը կորցրեց այդ գումարը, որովհետեւ էլեկտրաէներգիայի անջատում տեղի ունեցավ, այն պահին, երբ որ պիտի բացումը տեղի ունենար, ուրիշ դեպք հենց 3 գործարաններից մեկից եմ ստացել, ով նոր տեխնոլոգիաներ է գնել, եւ այդ նոր տեխնոլոգիաները պարբերաբար հետի կողմից անջատումների հետևանքով փչացել են, որովհետեւ ոչ մի ճապոնացի չի պատկերացնում, որ օրինակ օրը 5 անգամ կարող է լույսը անջատվել։ Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ կառավարող խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որը սահմանում է հեծի պետականացման գործընթացի մեխանիզմները, այն մասնավոր բիզնեսին տիրանալու փորձ չի համարում։ Նշում է, անթույլատրելի է, երբ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով խաթարվում է գործարանների ու առևտրի կենտրոնների աշխատանքը։ Մենք չենք կարող մեկ մարդու ասել դու ինչ ուզես կարող ես անել եւ օրինակ հազարավոր տնտեսվարողներ բիզնեսներ կորցնեն, հազարավոր տնտեսվարողներ $100 միլիոնավոր դոլարներ կորցնեն, 100,000-ավոր մարդիկ մնան առանց լույս, պետական կառավարման համակարգում պարալիզացվի, որովհետև բանա, չգիտես ինչի, օրինակ 3 էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ, ասենք, իմ համար շատ անհասկանալի լույսերը անջատվում էին։ Անդրադառնալով երկրում նախապատրաստվող ահաբեկչության մասին հայտարարություններին, Պապոյանը մեկնաբանել է, թե ինչ սահմանադրաիրավական գնահատական է տրվելու այդ գործողությանը աջակից համարվող Հայաստան խմբակցությանն ու Հայ հեղափոխական դաշնակցությանը։ Արդյոք կարող է խոսք գնալ քաղաքական ուժի կասեցման մասին։ Քաղաքական որոշումները ենթադրում են նաև իրավական հետևանքներ։ Եթե մի կուսակցություն պարզվի, որ ինքը տերորիստական կուսակցություն է, այսինքն եւս մեկ անգամ պարզվի, որ այս փուլում էլ է ինքը տերորիստական կուսակցություն, ապա ինչու ոչ։ Գևորգ Պապոյանը վկայակոչել է 99 թվականի դաշնակցական ու ԱԺՄ-ական մամուլը, նշելով, որ հոկտեմբերի 27-ին նախորդող ամիսներին Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի մասին նույն շրջանակները օգտագործում էին նույն բառապաշարը, ինչ այսօր Նիկոլ Փաշինյանի մասին։ Ի տարբերություն 99 թվականի հիմա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը եւ մյուս իրավապահ մարմինները աշխատել են փայլուն եւ նոր հոկտեմբերի 27 տեղի չի ունեցել Հայաստանում։ Բոլոր հանցագործ խմբավորումները, որոնք աշխատել են պետականության դեմ, պլանավորել հեղաշրջում, ոչ միայն քաղաքական գործիչների, այլև սովորական մարդկանց սպանելով, պետք է խստագույնս պատժվեն, նշում է Պապոյանը։ Երբ որ այդպիսի բան է պլանավորում, այդ բոլոր խմբավորումներին պետք է օրենքի ողջ խստությամբ չեզոքացնել եւ տանել նստացնել Նայիրի Հունանյանի կողքը։ Ըստ Գևորգ Պապոյանի նախապատրաստվող հեղաշրջման պլանը չի կարելի համեմատել 18 թվականի հեղափոխության գործողությունների պլանի հետ։ Երբ որ այդ գործողությունների պլանը օրինակ խաղաղ հանրահավաք է, ձեռք ծափեր է, ավտոմեքենայի ազդանշան է, փողոցում հանգիստ կանգնել է, դա ուրիշ բան է, երբ որ դա օրինակ քաղաքական գործիչներին պատերի տակ դյուլելա, քաղաքացիներին ավտոբուսներում վառելա։ Պապոյանը իշխանության հասնելու համար պետական այրերին պատի տակ գնդակահարել եւ ժողովրդին ավտոբուսներում այրել ցանկացող մարդուն ԱԱԾ նկուղ նետելը օրենքի խիստ պահանջ է համարում։ Էկոնոմիկայի նախարարը անդրադարձել է նաեւ ծիրանի եւ կոնյակի արտահանման խնդրին, նշելով, որ սահման անցնելու խնդիր չկա, պարզապես տասնյակ մեքենաներ սպասում են իրենց հերթին։ Ծիրանի մասով այս պահին երեկվա դրությամբ 626 մեքենա միայն հունիս ամսին Ռուսաստանի Դաշնություն հասել է, 363-ը ճանապարհին են, շատ մեծ հերթեր կան, օբյեկտիվ հերթեր կան Վերին Լարսում։ Ծիրանը, այսպես ասած, որպես շուտ փչացող ապրանք ունի արտահերթության իրավունք, կոնյակը չի համարվում շուտ փչացող ապրանք եւ նրանց հերթը մի քիչ ավելի բարդ է, 3 անցել է ընդամենը 7 մեքենա կոնյակ։ Նախարարը վստահեցրեց, առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենա արդեն ճանապարհ կընկնի։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։